Արդեն տասնյակ տարիներ է նման հարց քննարկում ենք, ինձ թվում է նաև տասնյակ տարիներ է քննարկելու ենք, որովհետև այդ գիշատիչը մտել է մեր հայրենիք, թուրքի մասին է եւ դուրս չի գալիս։ Ոչ միայն դուրս չի գալիս, այնտեղ նոր պատառներ է ուզում։ Այս պիտի հստակ լինի, էլի հայության մեջ։ Մեկ-մեկ ադրբեջանցի են ասում, կարծես թուրք չի եւ շփոթ է առաջացնում։ Հիմա մենք պիտի ինչ անենք։ Կարծում եմ, որ կոնֆլիկտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում եւ գլխավորը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հստակեցումներ պետք է մտցվեն։ Որն է դա։ Կոնֆլիկտը կառուցվածք ունի։ Ովքեր են կոնֆլիկտի մասնագետները, խնդրում եմ ուշադիր լինեք։ Ովքեր են։ Եվ ովքեր են ոչ ուղղակի մասնագետները, ուղղակի եւ ոչ ուղղակի։ Հայաստանում դա շփոթ է առաջացնում։ Նաեւ իշխանության մակարդակում կա։ Հստակ պետք է իմանանք, որ այս Արցախ, ուրեմն Ադրբեջան կոնֆլիկտի մեջ կոնֆլիկտի ուղղակի մասնագետները այսօր Ադրբեջանի Հանրապետությունն է եւ Արցախի Հանրապետությունը իր սահմանադրությամբ եւ այն տարածքներով, որի վրա նա վերահսկողություն է հաստատել, միանշանակ։ Ուրեմն սա ունի նաեւ կոնֆլիկտի ոչ ուղղակի մասնագետներ, արդեն երկրորդական շերտն է գալիս։ Երկրորդական մասնագետներ առաջին անշուշտ Հայաստանի Հանրապետությունն է, ոչ ուղղակի մասնագետ։ Խնդրում եմ տերմինը ճիշտ կրեք, ոչ ուղղակի մասնագետ, որը բնականաբար ուրեմն Արցախի ոչ միայն անվտանգության երաշխավորն է, այլ նաև պիտի ճիշտ ասվի։ Արցախի ուրեմն տարածքային ամբողջականության երաշխավորը, որովհետև սահմանադրորեն Հայաստանում ինչ էլ ասեն, Բաքվում ինչ էլ ասեն, Բրյուսելում ինչ են ասեն, ուրեմն սահմանադրորեն այն ամբողջ տարածքը, որ այսօր հայկական կողմի վերահսկողության տակ է, Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության տարածքն է։ Այսինքն նրա ինքնիշխանությունը տարածված այս տարածքի վրա։ Հետևաբար, ուրեմն այն խոսակցությունները, նաև հայ հետազոտողների անուն չեմ ուզում ասել, ովքեր կրկնելով, չգիտեմ, օտարին, այսպես ասենք, որոնք այդ լղիմի տարածքից դուրս տարածքը հռչակում են պահվող տարածքներ, այդպիսի արտահայտություն կա հայ գրականության մեջ, պահվող, գնացեք, քրքրեք, գտեք եւ հեղինակներին հարցրեք, ում ջրաղացին ես ջուր լցնում։ Ուրեմն սրանք ուրեմն քաղաքագիտության տերմին կա, ուրիշի աշխարհաքաղաքական ազդեցության գործակալներ են։ Պարտադիր չի գործակալ լինես, բայց իրենց միտքն ու տեսակետը տեղափոխում ես։ Ուրեմն սա պիտի լինի։ Հիմա ովքեր են ոչ ուղղակի մասնագետները, ասվեց անշուշտ Հայաստանի Հանրապետությունն առաջինը, տարածքային եւ ինքնիշխանության ուրեմն երաշխավորը, որը թույլ տալիս նաեւ բանակի իմաստով անընդհատ օգնել Արցախին, եւ այստեղ խորհում եմ Մինսկի խումբը առաջին հերթին, որոնց մեջ կա նաեւ անուղղակի մի մասնագետ։ Թուրքիան, որը ադրբեջանական խողովակով միշտ կոնֆլիկտի մեջ է, սա պիտի նկատի ունենալ։ Եվ սա ընդհանուր կառուցվածքը, կարող եք շատ ասել, քիչ ասել, բայց էականը, որը միջազգային իրավունքի մոտիկ կառուցվածքով դրված է, սա է։ Թուրքիան անուղղակի ձևով մասնակցում է կոնֆլիկտին Ադրբեջանի խողովակով, որտեղ ինքը ճիշտ է Մինսկի խմբի անդամ է, բայց համանախագահ չի եւ իրավունք չունի։ Եվ դուք տեսնում եք ինչպես է փորձում անդադ խցկվել, գորշ կայլը, բնավորություն է։ Եվ այլն։ Հիմա մեզ համար պիտի հաստատ հասկացվի թե հասկացվի թե ինչու է այս բարբերաբար գրագոցները շատանում, քչանում, հիմա մեկ դա օլիմպիադայի հետ են կապում, մեկ կապում են շախմատի մրցումների հետ համաշխարհային, հետո կկապեն գեղեցկության տոների հետ եւ այլն, բայց փաստն այն է, որ բարբերաբար տաքացվում է եւ սահմանային գծում առաջանում են կիսապատերազմական իրավիճակներ, իսկ անցած տարի օգոստոսին ես ձեզ կարծեմ ասել եմ, օգոստոսին մինի պատերազմ էր, Հայաստանը ինտենսիվ պատերազմի մեջ էր Արցախի հետ միասին, բայց պատերազմական իրավիճակ էր, որը բարեբախտաբար չվերածվեց մեծ պատերազմի եւ դա բացառապես Հայաստանի բանակի գործողությունների արդյունքն էր։ Դիվանագիտության չեմ ասի, բայց բացառապես հայկական կողմի բանակի գործողությունների արդյունքն էր, որ չվերածվեց մեծ պատերազմի։ Ուրեմն սրանք փաստեր են, որ մենք տեսնում ենք։ Հիմա որն է Ադրբեջանի նպատակը։ Եթե մենք իր նպատակը չենք հասկանում, հարցի պատասխանը չունենք։ Ուրեմն հետեւյալն եմ ուզում ասել։ Ստրատեգիայի մեջ կա մի սկզբունք, որը ձևակերպել է գերմանացի Հանս Դելբրյուկ։ Պատերազմ վարել, ուրեմն
քամելու չափով մինչև ուժերը կսպառվեն հակառակորդի, դա դանդաղ տարիներ տևող պատերազմ է, անընդհատ լարված վիճակի մեջ պահել, ռեսուրսները սպառելով։ Ուրեմն Ադրբեջան, ես 100%-ով կարող եմ ցանկացածին ապացուցեմ, որ ինչ որ բացատրում են, եթե չեն ասում, որ Ադրբեջանի գործողությունների նպատակը Հայաստանից արտագաղթ ուժեղացնելն է կամ գոնե մակարդակը պահելն է արտաքին իմաստով, ինչ որ կա, ուրեմն սխալ են խոսում, սուտ են խոսում եւ Հայաստանի շահերի դեմ են գործում։ Ուրեմն գլխավոր նպատակը արտագաղթը գոնե եղած վիճակի մեջ պահելն է մեկ, երկրորդը այս ուժերի սպառման ստրատեգիայի մեջ նաեւ սահմանամերձ գոտում անհանգիստ վիճակ առաջացնելն է բարեբեր հող ունեցող ուրեմն քիչ տարածք ունեցող Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախի Հանրապետությանը պարտադրել, որովհետեւ սահմանամերձ գոտու հողային տարածքները չմշակվեն։ Սա է նպատակը։ Ինչու, որովհետեւ ես մյուս երկրորդականությունը պարզ է։ Միջազգային այս իրադրության պայմաններում եւ հայկական բանակի բարձր պրոֆեսիոնալիզմ եւ կազմակերպվածության արգայության ուրեմն վիճակով Ադրբեջանը ճակատային գրոհով հաղթանակներ չի տանի։ Բայց տարիներով այս հաջողությունը կունենա եւ ամեն մի հայրեն պիտի հաշիվ տա, որ սա մահացու ստրատեգիա է եւ այստեղ իրենք գրանցում են հաջողություններ։ Ինչու արտագաղթը շարունակվում է, նայեցեք, Հայաստանում անընդհատ փոխվող որևէ կառավարություն իր նպատակը չի դնում գիտարդյունաբերական համալիրի վերագործարկում եւ այլն։ Այստեղ է որ սա պիտի հասկանաք, սա շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև արտագաղթ գոնե չի բալանսավորվի ծնելության եւ այլնի վիճակով հավասար վիճակի կա։ Եթե դուք լինեք կդատարեցնեք այդ գործողությունը, եթե տեսնում եք առնակամ է լինում այն մեկը, որը ինք այլ իմաստով շատ ուժեղ է, կազմակերպված եւ խելացի է։ Ուրեմն սա այս խնդրի մեջ է, որ սա մենք պետք է դիտարկենք եւ ասենք։ Եվ մնացած արդեն պարագայական է, որ դեպքի համար եւ կտականա, որ շրջանում կտականա եւ այլն եւ այլն։ Հիմա հետեւյալն եմ ուզում ասել, որովհետեւ մենք միջազգային բեմահարթակում կարողանանք հաջողություններ ունենանք, հայկական կողմը կոնֆլիկտի կառուցվածքի մեջ պիտի ինքը ընդունի մի բան եւ փոփոխություններ անի իր գործողությունների մեջ։ Հայաստանի Հանրապետությունը ինքը պետք է ընդունի, որ ինքը կոնֆլիկտի անուղղակի մասնակից է, ինչպես շատ հայտարարվում է, եւ դուրս կա բանակցությունների գործընթացից։ Այստեղ պետք է առաջնահերթի Արցախը։ Խնդիրը Արցախի եւ Ադրբեջանի մեջ է։ Բայց քանի որ ինչ-ինչ պատճառներով առաջացել է մի վիճակ, որտեղ Հայաստանն է ներկայանում, Ադրբեջան, այսպես կոնֆլիկտը վերածվում է բովանդակությունը փոխում է ձևի իմաստով, դառնում է տարածքային վեճ Ադրբեջանի եւ ուրեմն հասկանում եք Հայաստանի միջև Արցախի հարցով։ Հիմա դուք ինչ էլ բացատրեք, որ մենք այդ տարածքային վեճ չեք անում, բայց եթե դուք Ադրբեջանի հետ հանդես եք գալիս, բանակցում եք իրար հետ, ուրեմն նրանք ներկայացնում են որպես պատերազմի մասնակից, որտեղ վեճ կա Արցախի վերաբերյալ եւ այստեղ պիտի իմանաք, որ միջազգային օրենքի այսօրվա դրվածքը Ադրբեջանի կողմն է, ինչ իմաստով։ Հստակ է մի բան, որ 90-ական թվականներին, երբ համաշխարհային հանրությունը օգնում էր, օրհնում էր ԽՍՀՄ եւ Հարավսավիայի փլուզումը, նա ժողովուրդների ինքնորոշման իրավունքը բացառեց հանրապետություններից ներքև։ Նա հանրապետությունների կառուցված չմտավ։ Ընդունեցին, որ ինքնորոշման իրավունքը ճիշտ է, որի մասին հայկական կողմը համալորեն լռում է, բայց ինքը անգիր գիտի դա, եւ դա չի տարածվում ներ հանրապետական շրջանակներ։ Հասկանում եք ոնց է դրա համար էլ այստեղ ստացվում է վրացիները ինքնորոշման ազատ իրավունք ունեն եւ բոլորը կողմ են, որ նա ինքնորոշվի անկախանա ԽՍՀՄ-ից, բայց հազարավոր տարիների տառապանք, հերոսություն եւ հերոսություն ուրեմն պետականության ավանդույթներ ունեցող աբխազներ եւ հարավային օսերը իրավունք չունեն ազատագրվելու վրացական ճնշումից եւ իմպերիայի ճիրաններից։ Նույնը կարող եք ասել Արցախի վերաբերյալ, այո, Ադրբեջանն իրավունք ունի ինքնորոշվելու, դառնալու ինքնուրույն միավոր, բայց Արցախը իրավունք չունի, որովհետեւ կանգնեցվել է process այստեղ։